Մեծ փոքրիկ վիդեոն ուզում եմ հանեմ այն մարդկանց համար, ովքեր ունեն կարդիոստիմուլյատորներ կամ անգլերենով ասում են pacemaker-ներ։ Այս սարքը, այս սարքը իրենից ներկայացնում է սա նաև խփող սարքը հետն է, եւ կարդիոստիմուլյատորն է, pacemaker-ն է եւ defibrillator-ը, այսինքն այդ եթե սրտի կանգ է լինում, ինքը խփում է հետ է բերում։ Բավականին մեծ է, տեսեք, ափիս մեջ եմ դնում, որ տեսնեք, այս ափիս ամբողջ տարածքը զբաղացնում է ու հաստ է, բութմատս կողքը դնեմ, տեսեք, եւ ինքը շատ ծանր է, որ ձեռքս վերցնում եմ, ես զգում եմ, որ սա ինչ-որ մասսա եմ վերցրել։ Այս ամբողջ սարքը տեղադրում են սրտի վերևի մասում, աջ կամ ձախ կողմը, ինքը լարերով կապվում է երևի սրտի հետ, չգիտեմ այդ պահը, չեմ կարող հստակ ասեմ, եւ կարգավորում է սրտի աշխատանքը։ Շատ մարդիկ կան, որոնք սրանցով են ապրում, այս կամ այն տոկոսով է ինքը օգնում, նայած մարդու սիրտը ոնց է աշխատում, ինքը կարող է 20%-ով օգնի, 30, կարող է 99%-ով օգնի, այսինքն մարդը առանց այդ սարքի ընդհանրապես սիրտը չաշխատի, եւ եթե սիրտը հանկարծ պատահական կանգ առնում, ինչ պատճառներով, ինքը նաեւ կարող է խփի եւ հետ բերի։ Իհարկե հաճելի բան չի, բայց այդ է, այս սարքը էսա, մոտիկից էսա նկարեմ։ Մետրոնիկ կոչվողն է սա, սրա տարբեր տեսակները կա, սա մետրոնիկա անունը։ Այս մարդու մարմնի միջից է հետ, ասեմ ձեզ, նենց որ չզարմանաք։ Չեմ կարծում, որ երկրորդ անգամ ալի օգտագործեն, դրա համար է հանել են, փոխել են սարքը, ուրիշ սարք են դրել եւ սա տվել են հիվանդին։ Այս պամադան հատուկ ես հիմա դնեմ ստեղ, որ դուք մոտավորապես տեսնեք չափը, բավականին, այսինքն նորմալ մեծ պամադայի համարյա ինքը չափի է։ Եվ հաստությունն էլ ասեմ ձեզ, այսա չափերով սա մոտավորապես 8 սանտիմետր է, իսկ այս մասը մոտավորապես 5 սանտիմետր, 2-3 միլիմետր։